արևմուտքը այսօր բանը ներկայացնում է արևմտյան քաղաքակրթությունը, որը ըստ էության բողոքական քաղաքակրթությունն է։ Բողոքական քաղաքակրթությունը համարվում է պաշտոնապես 1517 թվականից, երբ որ Մարտին Լյութերը գերմանացին 94 թե 95 թեզիսներ ա գրեց ու բողոքական այդ կրոնական առումով բողոքական շարժումը սկսվեց։ Արևմտյան քաղաքակրթությունը, դրանից առաջ եղել էր կաթոլիկ քաղաքակրթությունը։ Вообще-то մասնագետները, ասենք Թոյնբի շպերիները բանը ասում են, որ քաղաքակրթությունները տևում են միջինը 1000 տարի։ Ծագումը, զարգացումը, չգիտեմ, աճը բան, հետո բեկում, անկում, մահը ինչ որ, ոնց որ մարդը ոնց է ծնվում, մեծանում է, հասունանում, ուժեղանում, հետո մահանում է, այդպես ինչ որ հաշվարկ կա, ասում է 800-ից 1200 տարի է տևում, միջինը վերցնել են 1000 տարի։ Ես որ նայում եմ ուսումնասիրում եմ այդ քաղաքակրթությունները, ասենք կաթոլիկ քաղաքակրթությունը կա, պրավասլավյան կա, պրավասլավ քաղաքակրթությունը դա բուզանդականն է, որը տևեց 1000 տարի, ասենք պայմանական վերցնենք 451 Քաղկեդոնի ժողովից մինչև 1453 Ստամբուլի անկումը, Կոստանդնուպոլսի անկումը, էլի 1000 տարի է, Հռոմի վեկալեն կայսրությունը, հանրապետությունը մեր թվականից առաջ ստեղծվեց 500 քանի թվերին, ավարտվեց 460-76 թվին, ինչ էլի մի 1000 տարի է։ Կաթոլիկ քաղաքակրթությունը վերցնենք, եթե 1054-ին դե յուրե կիսվեցին, մի քիչ շուտ է սկսել ուղղափառների հետ։ Ասեք 20-րդ դարում Շպենգլերը գրեց, որ եվրոպական քաղաքակրթությունը մեռել է, որտեղ կաթոլիկ երբ որ ասում ենք, նաև զուգահեռ ասում են եվրոպական քաղաքակրթություն։ Կներեք, երբ որ ասում ենք բողոքական քաղաքակրթություն, կամ է զուգահեռ ասում ենք արևմտյան քաղաքակրթություն, այսինքն արևմտյան քաղաքակրթությունը բողոքական ուսմունքի արդյունքում ծնվեց, եվրոպական քաղաքակրթությունը կաթոլիկ ուսմունքի արդյունքում ծնվեց, իսկ բուզանդական կամ ռուսականը ու պրավասլավ ուղղափառ քաղաքակրթությունում ծնվեց։ Հիմա տեսեք, որ ես նայում եմ այդ քաղաքակրթությունները այդ ծագումից մինչև մահ այդ 1000 տարի։ Նկատել եմ sense մի հատ բան, որը ճիշտ ասած չեմ հիշում, այդ գիտնականները գրել են թե չէ, որտեվ ռուսերեն եմ կարդում։ Միշտ չի որ սա հիշել եմ, էլի դժվար է ընկալում, ասեն գրքերը կարդում էի ամիսներով, եթե ոչ տարիներով, որ հասկանամ այդ Պաստիժենի իստորիի, Սամուել Հանթինգտոնի քաղաքակրթությունների բախում էլ այդ գիրքերը, այդ լրիվ չկարացի յուրացնեմ, որտեվ Արա Սահակյանը ուզեց տվեցի իր հետ չվերսի բան։ Ուզեմ ասեմ, բանը այդ նրբություններ կա, որ ինչքան նայել եմ իմ ջոգելով, 500 տարին մեկ այդ յուրաքանչյուր քաղաքակրթություն բեկվում է։ Ճգնաժամի մեջ անգնում ավելի ճիշտ, որը ծնունդ է տալիս ոչ թե նոր քաղաքակրթության, այլ քաղաքակրթության ներքին բարեփոխման, էվոլյուցիոն ռեֆորմա լինում, էլի ոչ թե ռևոլյուցիա լինում։ Այսինքն 1000 տարին մեկ ծնվում է նոր քաղաքակրթություն, բայց 500 տարին մեկ յուրաքանչյուր քաղաքակրթության ներսում ինքը լինում է բան բարեփոխված ներքին կոնֆլիկտ։ Հիմա ես բրոշուրներ ունեմ գրած 2007 թվին է տպվել իմ երրորդ բրոշուրը այդ աստվածների վերադարձ է կոչվում։ Այդտեղ ես sense կարծիք հայտնեցի, որ հաշվում եմ 1517 թվից սկսել է, ենթադրում եմ, որ առաջիկա տարիներին այդ 500 տարին լրանում էր, չէ՞ արդեն, ասենք 2017-ին լրանում է։ Գրել էի առաջիկա տարիներին սպասում եմ արևմտյան քաղաքակրթության ճգնաժամ։ Ու ասել էի, որ այդ ճգնաժամը կարա ի վերջո փորձի նոր ռեֆորմ բերի իր ներսում կամ այդ քաղաքակրթության դրոշակակիր Միացյալ Նահանգները կամ այդ քաղաքակրթությանը լավագույնս ինտեգրված որևէ երկիր։ Տեսական շանսեր կա էլի։ Ու եթե վերցնենք այդ քաղաքակրթությունը սենց է, ազատություն, հավասարություն, եղբայրություն, այս արժե համակարգի վրա ծնվել կերտվել այդ բանը, էլի, որտեվ արժեքների պետքա լինեն, որ դրա վրա մշակույթը ստեղծի դառնա քաղաքակրթություն ինքը։ Եթե արժեք չկա, չի կարա մշակույթ սպասարկի այդ արժեքին, եթե արժեք չկա, չի կարա ծնվի քաղաքակրթություն։ Հիմա երբ որ այս քաղաքակրթությունը գլխավոր 1517-ից ազատության, հավասարության, եղբայրության արժե համակարգի շուրջ է, ես այդ վաղ կարծիք հայտնեցի, կանխատեսում հայտնեցի, որ առաջիկա տարիներին կեթա ճգնաժամ, որտեղ ազատությունը կմնա այլ առաջնային, հավասարությունը կիշնի երրորդ, եղբայրությունը կգա երկրորդ կարևորությամբ կդառնա երկրորդը։ Ու հիմա որ նայում եմ այս Տրամպի բան այս դիվիժենները, չէ,
ոնց որ թե հավասարությունը այդքան չկարևորեն, այսինքն ասում են մենք ուժեղ ենք, դուք թույլ, սենց պետք է լինի, նենց պետք է լինի, ուժեղը պետք է ասի, բայց դրա փոխարեն հակառակ ասում է քրիստոնեական եղբայրությունը, բանը, ոնց որ եղբայրական բանը ավելի է կարևորվում, սա ին ենթադրություն է այն ժամանակվա։ Ոնց որ հələ որ տենում են, բայց ժամանակը ցույց կտա։ Սա ինչի ասեցի, երբ որ Հայաստանը պետք է նստի իր անալիտիկ խմբերը ունենա երկրի ղեկավարությունը, գիտնականներ, սոցիոլոգներ, փիլիսոփաներ, բան, այս տիպի բաներ պետք է հաշվի առնեն ու կարողանան դաժե Ամերիկայից էլ մի քիչ առաջ կարողանան հաշվեն։ Այսինքն կոպիտ ասենք դու գիտես այն հարց լուծողը տալու է իր կաբինետը, բայց ինքը հələ չգիտի իր կաբինետը, դու արդեն նրա կաբինետը հավանական պետք է իմանաս առաջի հերթի տեղը լինես, հա։ Այն ձեզի մի հատ բան ասեմ ավարտելուց առաջ, կհիշեք, Թեհրան 43 ֆիլմ կար, հիշում եք։ Երբ որ այն գերմանացին գալիս ասում է պետք է Ստալինին, Ռուզվելտին բանին կազմակերպենք, խփենք, Ջիգարխանյանն է այդի խաղում։ Ճիշտ է, կինո է, բայց միտքն է լավ տալիս։ Ասում է, բայց չգիտենք երբ են գալու, էսի վեկալում գրում է նոյեմբերի 30։ Այդ ասում են ես ինչ գիտես որ նոյեմբերի 30-ը այդ ոնց որ մատիցը թոտ կաշիր, ասում է չէ, իսկ իրանք էլ չգիտեն, ասում է ոնց, ասում է դա իրանց ենթագիտակցության մեջ է, այդ գերմանացի ասում է ոնց, ասում որտեվ իրանք ասեն գալու են նոյեմբերի 20-ից մինչև 30, բան 22-ից մինչև 30-ը ստելն են, 29-ին թե 30-ին Չերչիլի ծնունդն է ու անհնար է որ այդ իրեքը չհավաքվեն այդ օրը մի բաժակ իրար չխմեն հաղթանակի կենացը ու Չերչիլի։ Հիմա սա ինչի համար եմ ասում, թվում է թե դա կինո է, բայց մարդկության պատմության մեջ այն ժողովուրդներն են հաջողության հասել են գործիչները, որոնք կարողանում են դաժե այն մարդու մտքի մեջ էլ չկա նորմալ ձևավորված միտքը, նրանք կարողան հաշվեն նրա միտքը։ Հաշվի առնեն օրինաչափությունները։ Հա, լիքը բան հաշվի առնելով, իսկ դրա համար պետք է, հա, ոչ միայն իմանան դրանց ծննդյան տարեթիվը, ժամը, բանը, այլև պետք է իմանան ձգտումները, հազար բան։ Բարի, փորձում եմ այս հատվածն էլ ամփոփեմ, դուք ասացիք եղբայրությունն է կարծես թե գալիս առաջին հատված եւ այստեղ մնում է միայն սпасել տեսնել դրանք լոկ խոսքեր են, թե իսկապես եղբայրությունը դուք քրիստոնեության մասին խոսեցիք, մենք Սիրիա ենք տեսնում։ Հա չէ, Սիրիան այնպես որ տեսնենք, չէ, Սիրիան եղբայր, չէ, նախ էլ իրանք կեթում են քրիստոնեությամբ, հետո մի ուրիշ բան ասեմ, ես նոր մի քիչ առաջ ասի որ Տրամպը ինքը այն ֆիգուրը չի, ինքը եւ որ ես նոր նկարագրում էի թե ամերիկյան պետությանը ոնց է պետք Ռուսաստանի հետ հարցերը լուծի, ես մի հատ տարանջատեցի, չի ասեմ Տրամպը կարող անձնական ամբիցիայով է դա ուզում, անձնական ամբիցիայով, որը համընկնում է ամերիկյան պետության ստրատեգիական շահերին։ Հիմա թողեք ասեմ, քրիստոնեության մասին, որ ինքը խոսում է, ինքը առևտրական է, ինքը կարող է 1000 մարդու էլ վատություն արել, կարող է իր համար եղբայրությունը արժեքել չի, բայց ինքը դա խոսում է հելնելով իր շահերից ու կարող է մի 4 տարի դու իրան տապալեն, բայց գա իսկապես այդ արժեքները դավանող մարդը, այսինքն ուզեմ ասեմ, եւ որ դուք ասում եք կարող է բախի ասիրիացենց Հայաստանն են Չի, ասում եմ դա պետք է գործող երևա։ Հա, չէ, ես ասեցի իմ կանխատ, նայեք, ես ասեցի իմ կանխատեսումը մի 2007 թվականի գրածից մեջ, որ սպասում եմ ռեֆորմ լինի, հիմա ասեցի տեսնում եմ, ոչ թե ասի տեսնում եմ Տրամպին, այլ տեսնում եմ ճգնաժամը։ Բարի։ Ու շրջանառվում են թեմաներ։ Հիմա Տրամպը կանի, բայց դրա համար եմ ասում, կարող Մակրոնը լինի այդ եղբայրության, ոնց որ Ֆրանսիան վախտին արել է։ Ջահը պահողը, հա։ Ուզեմ ասեմ, հա, կարող է ճապոնացի լինի, ես չնայած ես նկատում եմ քրիստոնեական, էլի, քաղաքակրթության մասին է խոսքը։ Եվ կոչ է կանում հնարամտություն է պահանջվում Հայաստանից, ասում է Շանթ։ Ես իբան ասեմ, եթե մարդը ասում է ժողովրդին ասում է եկեք խափենք ուրիշներին, նշանակում է ինքը ընդունակա սեփական ժողովրդին է խափի։ Դա բարոյական չի։ Իսկ հնարամտությունը բարոյապես թույլատրված է, որտեղ ողորի վեսեժներ էր խափում, էլի այդ խորամանկություն էր անում 4.5 տարի ասում էր եթե եմ Եվրամիություն, ես երբեք դեմ չեմ եղել գնալ կամ չգնալուն, էլի, այսինքն ոչ կողմ եմ եղել գնալուն, ոչ դեմ եմ եղել գնալուն, բայց ես իրան քննադատում էի խափելու համար։ Ասեմ ախպեր, դու միջա կներեք էսի ավարտեմ, սա կարևոր է։ Եթե մենք խափում ենք միջազգային հանրությանը, մենք մեկատուժելու ենք, որտեղ մեր ուժը, այդ ուժեղները, գերտերությունները կարան խափեն թույլերին ու աչոտ չտան։ Այդ թույլերն է սատից ձև են բռնելու, որ հավատացինք, չջոգինք, որ խափում ես, որտեղ որ ջոգեն ինչ է, ասեք Զելենսկին հելավ իրանց այդ վիճես, իհարկե լավ արեց, բայց ինչ կարող աներ Զելենսկին, ոչ մի բան, պետք է հետո գնա ներողություն խնդրի ու դա նորմալ է, բայց թույլը որ խափի ուժեղին,
Դրա հետևանքը կզգա ոչ թե մենակ այդ անձը, այդ անձը սկի կարող է չզգա, այդ պետությունը ժողովուրդը զգա։ Ասում եք ճիշտ գնահատել իրավիճակը եւ Լինել հնարամիտ։ Ոչ թե հաշվարկել խաբեբա։ հաշվի առնել օրինաչափությունները, ճիշտ գնահատել իրավիճակը, հաշվարկել օրինաչափությունները եւ դրանց հիման վրա կառուցել այդ հնարամտությունը։ Օգտագործել կամ Այո։ չգիտեմ, Ինչ որ հնարամիտ։ դրսևորել հնարամտությունը։ Ձեզ մի բան էլ ասեմ։ Շնորհակալություն։ Չեսի կարճ բան ասեմ, էլի։ Ասեք։ Ինչի եմ խոսում, որ այդ արժեքները խի են կարևոր, ասենք շատերը ասում են կրթությունը։ Ուրեմն ես 80 թվին շինարարականում էի սովորում, ինչեւ ավտոճանապարհին գալ։ Մեր քիմիայի դասերում նա դեպ պատմեց, ասեց ավտոգեն բան սվարկեն։ Խոսում ենք այդ քիմիայի առարկա էր, ասեց ոչ մեկը չգիտի այդ տաղանդավոր մարդը որ հորինել է, ասենք ոչ չգիտի չի գնացել պատենտ հանի փող վեկալի 81 թիվներ էլի առաջի կուրս էինք այդ կինը խնդած ալկին էր Սիմոնյանն էլ ինչ էր ազգանունը խնդած ասես չի ասես որ գնար կբռնենք դատեին ասինքի ասում է այդ մարդը որ հորինել է ավտոգեն սվարկեն ուսին դրած որ պիտի էթա գնացել է այդ բանկը Գերմանիա թե Անգլիա ասես բանկը կտրել է սեյֆով սվարկովա կտրել թալնել է չգիտեմ ինչքան փող մինչև այսօր չի գտնվել Եթե ասես գտնվի բռնելու են դատեն հիմա սա ինչի համար եմ ես օրինակը միշտ ուղերից մեջ տպված է որ մարդը կարա տաղանդավոր մարդը լի կրթությունել ունենա ամեն ինչ ունենա բայց իջարս գործադրի բայց եթե մարդը բարոյական արժե համակարգ ունի երբեք իր տաղանդը կամ ընդունենք տաղանդ չի ձիրք չի ուղակի աշխատասիրությունա իջարս չի գործադրի դրա համար բարոյական արժի համակարգը միշտ ավելի կարևոր է այսինքն դաստիարակությունը ավելի կարևոր է քան կրթությունը ու նաև ավարտեմ Չեզարե Լոմբրոզոյի խոսքերով որ ասում է ինչի է մարդը միշտ դաստիարակության կարիք անհրաժեշտ այդ իտալիացի հոգեբույժ է Չեզարե Լոմբրոզոն ճիշտ է շատ դրույթներ հերքեր են ես գաղութում եմ կարդացել ես ես մի բան ասեմ թող չթվա մարդկանց թե գաղութը բանտը էդի դբրոց չի սովորողի համար բոլոր տեղերն է դբրոց է ես Առաջի անգամ Միշել Մոնտեն փիլիսոփային բանտում եմ կարդացել Խոսքով եք ուզում ավարտել այդ մարդը։ Չէ, ինքը ասում է, որ մարդը որ ծնվում է, քանի որ ասում է չարն ու բարին պայմանական հասկացողություն է մարդու կողմից, այդ պայմանականության մեջ կարելի է ասել մարդը որ ծնվում է, ինքը չար է ծնվում։ Ուստի անհրաժեշտությունը առաջանում դաստիարակության։ Դրա համար որ ասենք ասում մեկը վատբանանում ասում են էսի ճանդաստիարակ մարդ է։ Իսկ դաստիարակություն չստացած։ Դրա համար գլխավորը դաստիարակությունն է, ոչ թե կրթությունը։ Կարող են մարդիկ կրթված լինեն, լինեն անդաստիարակ, ասեք իմ նրան մարդկանց ասեն դու սպրծուկ։ Ինչա թե բարսագույն չունենք, թեկուզ այդ Աճարյանը բանը կա։